Մեկ օրում 4 մարդու կյանք խլած տղամարդը անմեղսունակ է ճանաչվել, տեղեկությունը հայտնել է Փաստինֆոն։ Ըստ տեղեկությունների Կոտայքում հոկտեմբերի 12-ին 4 մարդու կյանք խլած տղամարդը, ով արդեն 15 տարի որսորդ միության անդամ է եւ վերջին տարիներին որսորդական հրացան է ունեցել, անմեղսունակ է ճանաչվել եւ կարող է խուսափել պատասխանատվությունից։ Մեկ օրում 4 անձի սպանության գործով կալանավորված 61-ամյա տղամարդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություններ նշանակված դատահոգեբուժական փորձաքննությամբ նշվել է, թե Թադևոս Հովակիմյանն ունի զառանցական խանգարում եւ որ դեպքի ժամանակ արարքները կատարվել են զառանցական ապրումների ազդեցության ներքո, ինչը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը, հաշիվ տալ իրեն կատարած արարքների համար եւ ղեկավարել դրանք։ Փորձաքննությամբ նշվել է, որ անձը սոցիալապես խիստ վտանգավոր է, ուստի կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում։ Ուշագրավ է, որ անմեղսունակ ճանաչված անձը 15 տարի որսորդ միության անդամ է, 2 տարի առանց ձեռք է բերել հրացան, ունի նաև վարորդական իրավունք։ Տղամարդը ցուցմունքներում պատմել է, թե իր հարևանի հետ արդեն 20 տարի չի շփվել, չեն բարևել միմյանց, իրենց հարաբերությունները վատացել են վերջինիս ամուսնությունից հետո։ Մեղադրյալը ցուցմունքներում հաստատել է, որ իր հարևան ամուսիններին դիտավորությամբ է սպանել, մասնավորապես մոտեցել է գազար հավաքող հարևանին, թիկունքից սպանել է դիտավորությամբ, կրակելուց հետո մոտեցել եւ եւս մեկ անգամ է կրակել գլխին, իսկ կնոջն իբրև սպանելու ցանկություն չի ունեցել։ Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին, տղամարդը նախ սպանել էր Արամուսի դաշտերում գազար հավաքող ամուսիններին, հետո էլ սպանել է մյուս զույգին, ընդ որում չարագործի զոհերից մեկը բնակվում էր արտերկրում եւ վերջերս էր եկել Հայաստան, իսկ դեպքի օրն էլ իր ծանոթի հետ գնացել էին բնության գրկում հանգստի։ Քաջատեղյակ աղբյուրները հայտնել են, որ նրա մոտ ցուցակ է եղել, որոնց սույն անձը նպատակադրված է եղել սպանել։ Քննչական կոմիտեից ավելի վաղ ասել էին, որ ցուցակի հետ կապված չունեն մեկնաբանություն։ Վանաձորում ննջասենյակի պահարանից գողացել են 4000 ԱՄՆ դոլար եւ 1.100.000 դրամ գումար։ Դեկտեմբերի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 19 շենքի բնակարաններից մեկից գողացել են ոսկեղեն եւ գումար։ Նշված տան բնակիչ 61-ամյա Սենիկ անհայտնել է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 17:00-ից մինչև 23:00 ընկած ժամանակահատվածում առաջին հարկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով մուտք են գործել բնակարան եւ ննջասենյակի պահարանից գողացել են 4000 ԱՄՆ դոլար եւ 1.100.000 դրամ։ Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեկտեմբերի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցի 27/7 հասցեում գործող շինանյութի խանութից գողություն է կատարվել։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 39-ամյա Կարեն հայտնել է, որ դեկտեմբերի 5-ին ժամը 17:40-ից մինչև 18:00 ընկած ժամանակահատվածում նշված հասցեում գործող շինանյութի խանութի դիմացի սեղանից գողացել են խողովակներ, պատճառել 250.000 դրամի վնաս։ Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտեին։ Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների եւ արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաեւ ազատազրկված անձանց կողմից դրանց պահման եւ ապօրինի շրջանառության կանխարգելման ու բացահայտմանը։ 2025 թվականի նոյեմբերին քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների հատուկ նշանակության բաժնի եւ քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 72.48 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 165 բջջային հեռախոս, 223 բջջային հեռախոսի պարագահ, 13 Wi-Fi սարք, 19 կտրող ծակող առարկա, 135.4 լիտր ինքնաշեն ոգելիչ խմիչք եւ արգելված այլ իրեր։ Բոլոր դեպքերում նախաձեռնվել է քրեական, վարչական եւ կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։ Դեկտեմբերի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատում։ Ժամը 16:10-ի սահմաններում Արարատ քաղաքի Գրիբոյեդով փողոցում բախվել են ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան եւ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարը։ Վթարի հետևանքով ՎԱԶ-2106-ի վարորդը տեղում մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են մեքենան եւ փակել գազաբալոնի փականը։
Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները։